Ani դեղեց մի հատ սարֆետկա տորնից Սարֆետկա տորնից Այդ մերժման թուղթը որն էր որ նախարարությունը։ Սա Էսա։ Մելինեին անհրաժեշտ է ինքը մի հատի ծնե Արատունի երկու հատը ձեռքբերովյա մի գումարի պատճառով մենք չենք կարամ երեխին օգնենք խնդրում ենք եթե հնարավորություն ունեն օգնեն գումարով ֆինանսապես օգնեն ոչ մի բան մենք չենք ուզում ասենք հագուստա ուտելիքա ոչ մի բան մենակ խնդրում ենք օգնեն իրան ես եմ պահել փոքրուց 5 տարեկան ինքն այլել 7 տարեկան քիրն այլել աղբերս հիվանդի սուտ տարած ես հիվանդ ինքն էլ արդեն որ 2 տարի է ձեռքաբեր իմացել ենք արդեն հիվանդ հա կարելի ասել իմ հիվանդությունը նորից բլուսել է Չի վատ չի էլի ժամանակ զգացել արդեն մի վատ ազգամ ճնշումը 190-200-ը հասնամ օրվա մեջ 3-4 անգամ ինքը տեղը խմամ որ գոնե ճնշումը հասցնենք 140 որ բան չի լի ոչ մեկի հետ չի շփվում ինքն էլ տարիքը մեծ երեխա է հասկացող երեխա է ինքը հումորով ակտիվ աշխուժ երեխա է բայց իր հիվանդությունից համաչելով դուրս չի գալի Ոչ միտեղ չի գնում, ոչ մի հարազատի հետ չի շփվում, իր ճնշումը բարձրանալուց տրանսպորտ չի նստում, արդեն իմացել ենք, որ հիվանդ է, տարել ենք այդ բժիշկ Երևան բան, արդեն գումարի պատճառով չեն կարացել օպերացիան անել, այդքանը հարազատով, բարեկամով, աղբերով, քվորով հավաքվել ենք, տարել ենք բան ենք արել, ասենք Իսկ մի գումարի պատճառով չենք կարամ, նպաստն էլ կտրել են, որ ասենք նպաստառու չենք, ոչ մի գումար չենք կարամ, ինքն էլ աղբերս էլ ինսուլտ տարած չենք կարամ, որ գումար հավաքենք, բան անենք, մի կով այլել, երկուկով ենք սարքել, որ գոնե կարենանք, բժշկի հարցերը լուծենք, որ ինքը վատը զգա, գոնե 2 կոպեկ լիցերներուց, որ տանենք իրան հիվանդան, տարիներ մենք ստացել ենք նպաստ Իրան հմի ասում են տարիքը մեծացել է, իրան չի հասնում, ձեզ չի հասնում։ Բայց եւ Մելինեն եւ իր պապան երկուսն էլ թոշակառու են։ Երկուսն էլ թոշակառու են, երկուսն էլ հիվանդությամբ թոշակառու են, ասում եմ հիվանդությամբ թոշակառու ասма կապ չունի դա։ Այսինքն այդ մի կովը որ սարքել եք երկուսը։ Երկուսն ենք մի երկու կով ենք սարքել, մի հատ երինջ ենք սարքել, մեր հիվանդության պատճառով, որ մենք երեխին կարենանք օգնենք։ Այսինքն դու սակալի աշկի տեղը ունքնել եք անել, էլի բտիկով չունենաք, էլի որ, հա։ Որպեսզի միանասուն ծախենք, մենք կարենանք մեր երեխին օգնենք։ Մեր պահելու, անասուն պահելու հիմքը մենակ դրա նման ոնճառողջություն ունենք, ինքը թևը խարապ, ինսուլտ, ես էլ ես վիճակին, երեխին էլ ամեն օր Տեղից վերակենը մերեսին էր նայ որ տենամիջ վիճակի է։ Սաղքշերը չեմ կնեմ ուշկս կարավատի կշտինա որ տենա ոնց հաշր չեմ կա ոնց հորում կամ թակում վերեմ կենեմ ստուգում տենա։ Մայիսի 26-ին ենք ստացել, դրանից հետո մի քանի ամիս ստացել ենք ու էլի կտրևին։ Կարելի ասել երամսյակային համարել, 3 ամիս ստացել են նրա 3-րդ ամիսը, 4-րդ ամիսը կտրվել է։ Դա ոնց որ օգնության նման բան է համարվել էլի երամսյակային նպաստ են համարել երևի կտրելին։ Ես էլ չեմ դիվել, չեմ գնացել իմաստվելուց։
Հիմա Մելինեին ինչ է անհրաժեշտ, այդ վիրահատությունը, հա։ Մելինեին անհրաժեշտ է իրան կյանքին վտանգ սպառնող վիրահատությունն անեն, այն երկուսի ինքը էլի կարա, ասենք, բանանի էլի։ Կյանքին վտանգ չի սպառնում, այսինքն երկուսը։ Մենակ կարելի ասել երևի ձեռքբերովին վտանգ չի սպառնում, իրա ծնենա, իրան սպառնում, եթե ծնեն անենք, այն երկուսի կյանքին վտանգ չի սպառնում։ Իսկ ինչ են ասել բժիշկները դրա համար։ Դե ասել են անմիջապես վիրահատություն է պետք, ինչքան կարագացրեք։ Իսկ ինչ որ գումար նշել են կամ ինչ են ասել։ Գումարը Զոնդավորմանում է 200,000 դրամ, բայց չունենք որ տայինք, դադարեցեցինք, հետո վիրահատության գումար, ասենք զոնդավորում որ անենք, հետո վիրահատության գումար ուզենք չունենք, ընդամենը 16,000 դրամ թոշակ ենք ստանում, են ամիսը իմ տեղին հազիվ է եկացնում, պապաս աշխատում է ուրիշի գործն է անում, որ կարենա կոնե իմ տեղի փողել չի-որ մի բանով ինձ օգնի, որ կոնե որպես միջև վիրահատությունը ես լավ եղնեմ ինձ վատ չսկամ, բայց թե հիմա տեղ է խմում եմ, սովոր եմ արդեն բարձր ճշման, հիմա իջած դեպքում եմ ինձ վատ զգում, չգիտեմ, չի թույլատրվում ինձ աշխատեմ, որ ասեմ ես գնամ մի տեղ ընդունվեմ աշխատեմ գոնե, ես իմ ուժերով իմ գումարը վաստակեմ, ես իմ տեղի փողը անեմ, բայց հնարավոր չի, որ ինձ արևի տակները կարելի, ոչ երկար ժամանակ կայնել, ասենք հիմա ավելի ավիճակս բարդացել ժամանակ կարող է տան գործերն անեմ, իսկ հիմա դա էլ հնարավոր չի, ոտքերս են շուշուծավում կամ ասենք ուշագնաց եմ լինում, ասում են ավելի լավ է հանգիստ մնաս, քան թե ինչ-որ մի բան անես, քեզ ավելի վատ եղնի, չեն թողում, հա ես էլ եմ ուզում աշխատեմ, ես էլ եմ ուզում, արդեն ես եմ մեծ ուզում եմ իրանց պահեմ, բայց հնարավոր չի, ինչ-որ մի բանով կարենամ օգնեմ, բայց որ հիվանդ եմ, այս պահին ինձ է օգնություն պետք։ Այսինքն այդ 200,000-ը պետքա զոնդավորեին։ Հա զոնդավորին դրա գումարը չունենք։ Նոր դրանից հետո արդեն վիրահատություն։ Այդ Երևան են ասել, թե Վանաձոր։ Երևան։ Դե ես ամուսնացած եմ, ունեմ 2 չափահաս երեխաներ, որանց է եկել։ Տենց նոր տարու ժամանակ էր, ռողբերս էլ եկել քաղաքից։ Մեզ մար հաց կերանք բան, ուղարկեցինք կոֆե խմելու։ Մեկ է տեսանք այս երեխան պատից բռնում, անգնում։ Հասանք, այդ բռնեցինք, հետո առաջ օգնություն ցույց տվեցինք ջուրա, բանա, մի քիչ ուշք տեղն եկավ։ Տարանք քույրի մոտ։ Տարանք ճշմարիտ չափելը շատ բարձր, 192-100 արդեն լավ վիճակը։ Հետ դեղեր մեղեր էր տվեցի կոճակներ բան, բերեցինք, հետո արդեն իրա մոտ սկսվեց ուշագնացությունը, թուլությունը, չէր անգողնուց ուշեր վեշկենեմ, չէր կարողանա վեշկենա, ճշումը շատ բարձր, համարյա միշտ բարձր, օրվա մեջ քանի հատ սրտի ու ճշման դեղախմա, որ կարգավորած պահի։ Այդ հիմի, բայց ինքը միջև այդ 20 տարեկանը։ Ոչ մի, մենք իրար հետ քուր ենք եղել, իրար հետ մեծացել ենք, ինքը ինձանից միշտ ֆիզիկապես էլ ուժեղել ենք, իրար հետ աշխատել ենք։ Պրոստը այդ 20 տարվա մեջ ասենք, որ ասում են իծն է, այդ չի եղել, ոչ մի բան։ Գնացել ենք խոտ ենք քաղաքի արևի տակ, ես ավելի շուտ եմ թուլացել, կանց ինքը շատ միշտ աշուր եղել, իրան շատ ձիգ ա եղել, շատ բան եղել, ու մի անգամ այդ սկսեց այդ իրար մոտ թուլությունը, նշումը, ամեն ինչը։ Ոչ մի բան վրեն չենք նկատել, որ շուտ խոսքի տերեղնեինք, տանեինք, ոչ մի բան, այդ օրվանից, որ լավ չեր զգն վատանը մեր տարարող պերեսոր քուրս, տարան Երևան, տարան ընդեղ ասել էին սիրտնա, ու տենց տարատները հայտնա բերել էին։ Հիմիկե վերջի անգամը շատ ժամանակ հոգորդ չկա ընտանի, թոշակի թղթերի մար, հրող բորոսկին նոխանեմ, տակտից մեզ բարել են, օգնել են, ծվողի պես, իրանք են դա այդ բժիշկն ասել այս թղթերին ուշադրություն մի դարձրեք, մենակ վիրահատություն, ինչքան կյանքը մազից է կապված, մազուտ մազից, ամեն վարկյան կարող իրա հետ մի վատ բան եմ,
մենք ոչ մի սնունդ, ոչ մի բան չենք ուզում, տեխնիկա, սնունդ, հագուստ, մեզ ամեն ինչով իրանք պահել են փառքածու։ Հրող պրեսել եմ ինքը միշտ կանգնածերը, ճիշտ ամավա չենք ունեցել, բայց միշտ մենք ոչ մի բանից հետ չենք մնացել, բարդքով ինչով, բայց ես էլ հնարավոր չեն կարես մարդիկ, ինչ անեն, թեկուզ ես տունն է, որ ծախեն իրանք չեն կարա վիրահատությունն անեմ, ես է ինչ սիրտս ծաղամա, բայց Աշկու փոքր երեխա ես ունեմ, հազիվ որ հացի աշխատում ամուսինս, ոչ մի եկամուտ կողքից չունենք, որ օգնենք։ Լավ, ինչ խնդրենք, որ մեզ կարենան։ Դեմ բարի իրարներին, են բարի մարդկանց, որ միշտ հեռուստացույցով նայում եմ, տեսնում եմ, ինչքան են օգնում, ույսս միշտ դրել եմ վրեն, ասել եմ մեզ եք օգնել։ Ամեն անգամ նայել եմ, ասել եմ, մենք հետ դիմենք, բայց մեզ է դիմել, թող մեզ ոչ մի բան չտա, թեկուզ փոխանցում անեն հաշվի համարին, չգիտեմ, էլ մի ձևը օգնել եք վիրահատության հարցը լուծել։ Չգիտեմ, շատ եմ տեսել, որ ֆերմայի տերերը, վարչապետա, չգիտեմ, մարսպետա, բոլորը օգնում են, քաղաքապետա, խոշոր բիզնեսմենները, ուղղակ մենք մենակ փողն ուզում ենք վիրահատության, մեզ ոչ մի բան պետք չի, մենակ քվոս կյանքը բրկեն։ Сегодня рачки. То поставь ты до Այսով այս անակնկալն արեք ես համար։ Հա? Սովորաբար տորթը փչելուց առաջ երազանք են, չէ՞, պահում։ Ես երազում եմ առողջնեմ, որ գոնե ընտանիքիս կողքին եղնեմ, ոչինչ թող չաշխատեմ, բայց իրանք էլ իմ մասին չմտածեն։ Ես մայր եմ կորցրել իրանք հարց ու չեմ ուզում նորից կորուստ ունենալ։ Եղբայրիս էլ ամահացել, հիմա ես ու քույրս ենք, մենք ենք իրանց երջանկությունը, գոնե մեր առողջությամբ իրանց կողքին եղնենք։ Ես ու քույրս փոքր ժամանակից էլ աշխատել ենք, մեր որ գեզմանիքանը մենք ինքներս աշխատել ենք, բայց հիմա որ հնարավորություն չունենք ոչ աշխատելու առողջություն ուղղակի չկա, չէ։ Ես ամեն ինչ կանեի, իրանց էլ կպահեի, բայց որ անհնար է, ես այս վիճակով չեմ կարող, ուղղակի խնդրում եմ մենակ օգնեն ինձ ես առողջ եղնեմ, իրանց կողքին եղնեմ, ինձ դա բավարար է։
Մենակ իմ հիվանդությունը բուժվի, որ չտենա ոյակ ինձ համար այսքան նեղվում են անհանգստանում, ինչքան ուզում եմ ես լացս պահեմ, թաքուն սենյակս գնամ, որ ես չզգամ, որ ես վատ եմ, բայց ինչքան կարելի արդեն հիմա ես էլ չեմ կարող դիմանամ, վիճակս ավելի ավատացել, 1-2 տարի թաքցրել եմ, բայց էլ չեմ կարողանալ, ուղղակի խնդրում եմ էլի, եթե կարող են օգնել ուրիշ ոչ մի բան չեմ ուզում, մենակ վիրահատությունս անել։ Ես էլ եմ ուզում, որ շատ ծնունդներ ունենամ ու չեմ ուզում իմ մոր նման իմ կյանքը կարճ եղնի, ուզում եմ, որ ես էլ երեխաներ ունենամ, ամուսնանամ, ընտանիք ունենամ, գոնե էլ մի բանով պապայիս ուրախացնեմ, չեմ ուզում կնոջից փոքր տղուց զրկվել այն ձանից է զրկվի, չեմ ուզում ընդհանրապես, գոնե առողջ լինեմ։ Ապրես շատ։ Դե լավ ազես իմ համար չկի։ Ոչ իշտ Ես Մելինեի հորեղբորկինն եմ, շատ կապված եմ իրար հետ, ինքը ինձ որպես իմ սեփական աղջիկ, ես ինչով կայացել եմ, ինչով իմ հնարավորությունները ներել, ամեն ինչ արել եմ, թե գումարային, թե մի խոսքով, ամեն ինչով, ու հիմա ես բոլոր մարդկանց բարեխղճությունն եմ հայցում, եթե հնարավորություն ունեն, եթե կարող են օգնել մեզ, ուղղակի վիրահատության պահով։ Մենք էլ անձամբ փող չունենք, ոչ մի բանով չենք կարող այս պահին օգնենք իրան, ուղղակի գումարը շատ է։ Եթե կա ինչ-որ մեկը կամ բարի մարդիկ, խնդրում ենք, ուզում ենք, որ այս ծնունդ իր համար վերջինը չլինի, ուզում ենք, որ իր հարսանիքն էլ տեսնենք, իր երեխաներին էլ տեսնենք։ Ուղղակի իր կյանքը ընդամենը մազից է կախված, եթե կան մարդիկ, որ կարող են օգնել, սպասենք ու հուսով ենք կլինի։